Պարոն դեսպան, մեկ հարցել երրորդ բարձրաբոլտ գծի հետ կապված։ Սաղեր ամրը խաթը սևոմը բաղ։ Ինչքանով է Իրանին անհրաժեշտ հայկական էլեկտրաէներգիան արդյոք գոհացնում է այն ծավալը, որը կարող է փոխանցել երրորդ բարձրաբոլտը։ ایران چقدر نیازمند به در واقع برقی که از این خط به ایران صادر بشه هستش و چقدر میتونه نیازهای اون رو برآورده بکنه و راضی میتونه باشه ایران از اون حجم. Նաև հաշվի առնելով, որ Ռուսաստանը Իրանում երկու էլեկտրակայան է կառուցում, արդյոք այդ էլեկտրակայանների կառուցումից հետո հայկական էլեկտրաէներգիան պետք կլինի Իրանում։ به ویژه با توجه به اینکه روسیه الان داره 2 تا نیروگاه توی ایران احداث میکنه و بعد از احداث اون و اتمام اون آیا باز ایران به برق ارمنستان نیاز خواهد داشت یا خیر؟ بسم الله الرحمن الرحیم. هانوناسو خب جای تشکر داره از عواملی که برای موضوع هم جاده و هم برنامه‌های دیگر در اینجا حضور داشتن. از جناب وزیر هم تشکر میکنیم به همراه هیئتی که آمدن. یه بازدیدی هم از پروژه خط سوم انتقال برق داشتیم. Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախարարին եւ բոլոր կազմին, որ այս այցը կազմակերպել են եւ մենք փորձում ենք այս այցի շրջանակներում այցելել ոչ միայն ճանապարհը, այլ նաեւ երրորդ բարձրավոլտ գծի ենթակայանը։ و هم از بخش‌های مختلف جاده بازدید خوبی به عمل آمد. Շատ լավ այց ենք ունեցել նաեւ ճանապարհից։ اون چیزی که در ارتباط با پروژه خط سوم انتقال برق مطرح هست متاسفانه تأخیراتی و اشکالاتی در کار بوده که خوشبختانه بخش عمده‌ای از اونها رفع شده و امیدوار هستیم به زودی ما بتونیم در واقع این پروژه رو به بهره برداری برسونیم. Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված ցավոք սրտի պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է, բայց փառքաստու այսօր աշխատանքները շատ ավելի լավ եւ արագ տեմպերով առաջ են գնում եւ հույս ունենք, որ մոտ ապագայում կկարողանանք շահագործել. ارمنستان همسایه مهم ما هستش و بسیاری از همکاری ها در ابعاد مختلف شکل جدی خودش گرفته. Հայաստանը մեզ համար շատ կարևոր բարեկամ եւ հարևան երկիր է եւ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով շատ կարևոր է մեզ համար. خوشبختانه مدت پیش توافقات لازم برای انتقال گاز و برق و برای قراردادهای جدید نهایی شده. Բարեբախտաբար վերջին շրջանում համաձայնություններ է ձեռք բերվել երկու երկրների միջև թե գազի եւ թե էլեկտրոէներգիայի փոխանակման հետ կապված. طبیعی هستش که میبایستی که این آمادگی از طرف ارمنستان برای انتقال برق و همینجور از طرف ایران برای انتقال بیشتر گاز در واقع شرایطش مهیا بشه. Եվ բնական է այդ ամեն ինչը իրականացնելու համար պետք է պայմանները Հայաստանից դեպի Իրան էլեկտրոէներգիա եւ Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարման համար հարմարավետ լինեն. همکاری‌های مشترکی که بین ایران و روسیه و ارمنستان هستش میتونه یه شکل جدید و متفاوت و متنوعی برای انتقال و تبادل گاز، برق و انرژی رو در منطقه ایجاد بکنه. Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող է լինել նմուշ տարբեր ուղղություններով տարածաշրջանում երակոմ համագործակցությունների համար. Պարոն դեսպան, Իրանի արտգործնախարարն ասել էր, որ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է եւ կապանում էլ հյուպատոսն ասել էր, որ մենք շատ པարզ եւ հստակ ասում ենք սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու, ցանկանում ենք խաղաղ եւ կայուն Հայաստան. اشاره میکنم به اینکه وزیر امور خارجه ایران مطرح کرده بود که امنیت منطقه ارمنستان امنیت ایران محسوب میشه و در واقع سرکنسولگری هم اعلام کرده بودن که در واقع تغییر هیچ گونه مرزهایی رو ما نمیپذیریم. Խաղաղ եւ կայուն Հայաստան ունենալու համար Իրանն ինչ է անում? برای داشتن ارمنستانی با ثبات و در صلح ایران چه اقدامی انجام میده؟ Կարող եմ ادامه بدن. նշել եք, որ տարածաշրջանային երկրների սահմանները ձեր կարմիր գիծն է ու խախտումը անընդունելի է. بارها از طرف ایران مطرح شده بود که در واقع تغییر در مرزهای کشورهای منطقه برای ایران خط قرمز محسوب میشه. سیاست‌های اصولی جمهوری اسلامی ایران با تمام همسایه‌ها خصوصا کشور خوب ارمنستان ارتباط و ارتقاء همکاری‌ها در همه زمینه‌ها بوده و هست. Իրանը իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որ նպատակն է զարգացնել համագործակցությունները բոլոր ուղղություններով, իսկ Հայաստանը մեր հարևան բարեկամ երկիրն է եւ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա. همونجوری که وزیر محترم امور خارجه هم
اشاره داشتن در واقع امنیت ارمنستان امنیت ایران محسوب میشه Հենց այնպես որ արտգործնախարարն էլ նշել է Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է و مواضع جمهوری اسلامی ایران همیشه در واقع احترام به حاکمیت سرزمینی همه کشورها و ارمنستان و احترام به مرزهای بین‌المللی هستش. Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվեն երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում Հայաստանինը եւ բոլորինը համապատասխան միջազգային օրենքների։ روابط ایران و ارمنستان در تمام سطوح در حال ارتقا هست. Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցությունները եւ կապերը բոլոր ուղղություններով զարգանալու ուղու վրա են։ امیدوار هستیم که این همکاری‌ها به عنوان دو همسایه بسیار خوب که ارتباطات فرهنگی و تاریخی مشترکی دارن هر روز ارتقا پیدا بکنه. Հույսով ենք, որ այս համագործակցությունները որպես երկու դարավոր հին եւ բարեկամ երկրներ օրեցօր ավելի կզարգանան։ Բայց ինչ հստակ քայլեր են արվում։ چه اقدامات خاصی انجام میشه؟ ببینید اقدامات مختلفی در ابعاد در واقع تجاری، راه، انرژی و موضوعات مختلف بوده و هر روز ما شاهد یک توافق بهتر و بیشتر نسبت به گذشته بوده و هستیم. Տարբեր ուղղություններով է աշխատանք տարվում, ճանապարհի հետ կապված, տնտեսական համագործակցությունների, դրանք ամեն իրենց ազդեցություններն են ունենում եւ օր-օրի զարգանում են։